Ճարով եկան կարավոտ երեխեքիդ օրը հարամարեցինք, տնեցիկիդ օրը հարամարեցինք, բայց չէ, տենց չի, իրանք չեն հասել իրանց ուզածին, մենք ամեն ինչով աջակցում ենք Նարեկին, Նարեկի հետ ենք, երեխեքը ճիշտ է փոքր են, բայց ամեն ինչ գիտակցում են, իրանց համար պատիվ է, որ իրանց պապան վախկոտ չի, որ քննադատությունից չի վախենում, քննադատის իշխանությունն է, սենց ավտորիտար իշխանություններին քննադատելուց չի վախենում, մենք հանգիստ ենք, մեր խիղճը հանգիստ է, մեր գլուխը բարձր է, ես մի անգամ առիթով ասել եմ, որ ես ստորագրել եմ և մինչև հիմա ստորագրում եմ Նարեկի ասած ցանկացած խոսքի տակ, որովհետև դա է արդար խոսքը, դա է ճիշտ խոսքը, դա է չհաշվարկված խոսքը, որ դաշտում կան չէ, ընդդիմադիր մարդիկ, ովքեր որ հաշվարկներով են խոսում, որ հանգարց տեղ չթողնեն, որ իրանց դեմ մեկը ինչ-որ մի բան կարողանա ասի, կամ իրանց դեմ սարքի, կամ իրանց ուղարկի բանտ, չէ, ու ես միշտ ասում եմ, որ ես ու Նարեկը սկզբից գաղափարակիցներ ենք, հետո ամուսիններ ենք, ու գաղափարն է մեզ բերել միավորել իրար, ու ես առաջինը ինքս չէի հարգի Նարեկին, եթե Նարեկը վախենար, օրինակի համար Ալենից, կամ վախենար Նիկոլից, կամ վախենար ինչ-որ մեկից, վախենար բանտ գնալուց, ու դրա համար ասեր ապրեք դուք, եկեք ձեր ձեռքը սեղմեմ, չէ, ես ժպտում եմ, որովհետև իմ ժպիտի հետևում հպարտությունն է կախված, իմ գլուխը բարձր է, իսկ իրանք երբ որ ժպտում են, իրանց ժպիտի հետևում վախն է իրենց թաքնված, այդ է մեր տարբերությունը, ու ես շատ շնորհակալ եմ բոլոր այն կառույցներին, ովքեր որ արձագանքել են, շատ շնորհակալ եմ ձեզ, լրագրողներ, որ մեր կողքին կանգնած եք, միշտ եղել եք, որ չեք համարում, որ տղաները խուլիգան են, ինչքան է իրանք իշխանությունները փորձում են ներկայացնել, որ ընտանիք չհարգող, ընտանիք մտնող, սեփական եսը չունեցող մարդիկ են, որ իրանք պետք է գնան, պատրվես ամեն ինչը պատժի միջոց է, արդարադատության իրականացում այստեղ չկա, այստեղ զուտ մանրախնդրություն է, ֆիզիկապես նեղություն տան, բանտ ուղարկեն, ազատատենչ մարդկանց, որ վախենան, փափկեն, կարծում եմ ոնց որ իրենք են մտածում, բայց չէ, ազատ խոսքը Հայաստանի Հանրապետությունում պետք է հնչի, քանի որ Հայաստանի Հանրապետությունում շարունակում են դեռ ապրելու գործել մարդիկ, ովքեր սիրում են իրենց երկիրը, ու դա նենց ասած խոսքեր չի, որ սիրեմ վաղը մյուս օր վեր կենամ փախնեմ երկրից, չէ, ովքեր սիրում են իրենց երկիրը ու մինչև վերջ պատրաստ են պայքարել, ծովասեղանի վրա էլ հայտնվել, բայց պայքարել, որ մեր երկիրը շարունակի գոյություն ունենալ ու մեր Հայաստանի երրորդ հանրապետությունը պահպանվի, ոչ թե ստեղծվի 4-րդ հանրապետություն կամ Նիկոլի հանրապետություն, ոնց որ իրանք ուզում են անեն, կամ համերաշխության անվան տակ, ընդամենը չեմ էլ հասկանում իրանք ինչ են անում, համերաշխության անվան տակ, կասեմ, մենակ երբ փող են աշխատում, իրանց դա հատուկ է, իրանք փողի համար եկել են, փողի համար մնում են ու չեն գնում, այսքանը